Շնորհակալություն։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել է, ես չհասկացա, $18 միլիոն, հա, դա տվել է այս արտահանման խնդիրները լուծելու համար, թե ինչ նպատակով, թե ժողովրդավարական արժեքների օրինակ զարգացման, կարծում եմ օրինակ, որ հետո մի երկու արկղ ծիրան տաներ ԱԳ-ին էլի օգնած կներ, որտեվ ամեն դեպքում այդ գումարներով ռուսական այդ սանկցիաների խնդիրները չեն լուծում արտանողների, բայց ժողովրդավարության կոնտեքստում ուզում եմ մի բան ասել, այսքան տարի մենք Հայաստանում անկախ ավտորիտար է եղել, կիսա ավտորիտար մեր իշխանությունը Հայաստանում միշտ Ադրբեջանի նախագահին անվանել ենք բռնապետ եւ մենք որպես այսպես դրոշակակի ժողովրդավարության բաստիոն իսկապես հանդես ենք եկել տարածաշրջանում։ Ինձ հետաքրքիր է դուք Իլհամ Ալիևին ինչպեսի ղեկավար եք գնահատում, ժողովրդավար ղեկավար է նա, թե այնուամենայնիվ բռնապետ է, եւ եթե ձեզ հետ համատենք, եթե ժողովրդավարը ապա դուք եք ավելի ժողովրդավար թե Ալիևը, իսկ եթե բռնապետ է ապա դուք եք ավելի բռնապետ թե Ալիևը, եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում ժողովրդավարության մասով ինչ կարծիքները, ինչ գնահատական ունի, օրինակ երբ որ տեսնում եմ, որ դուք ամբիոնից ուղիղ ցույցում եք տալիս դատախազին, դատավորներին, դատական համակարգին, կասկածի տակ եք դնում դատարանների որոշումները, Տիկին ֆոն դեր Լայենը օրինակ այս մասով ինչ որ կարծիք հայտնել է, օրինակ լավ եք անում, վատ եք անում որպես բաստիոնի ղեկավար ժողովրդավարության։ Մի բան էլ Ալեն Սիմոնյանի մասով, այսօր հետաքրքիր ինֆորմացիա ինձ տվեցին, ինձ հայտնեցին Ալեն Սիմոնյանի այս թիմից մեկ ուսանալու, նրան այսպես լուսանցք մղելու հետ կապված, չգիտեմ իր հետ կապված օրինակ գուցե Ռուսաստանի դեսպան նշանակելու պլաններ ունենա կամ այլ ինձ ասացին, որ ձեր կինը Աննա Հակոբյանն է նաև դերակատարում ունեցել, որ Ալեն Սիմոնյանը այսպես քաղաքական process-ներից դուրս կա, ինչ որ հարցով զայացած է եղել օրինակ հիմնադրամի հետ կապված, որ քննադատել է եւ այլն Սիմոնյանը եւ պայման է նաև ձեր արժեք դրել, որ Ալեն Սիմոնյանը պետք է անպայման հեռանա պաշտոնից եւ չպաշտոնավրի, հետաքրքիր է այդպեսի բան թե ոչ։ Աննա Հակոբյանը քաղաքական գործընթացներում որևէ մասնակցություն եւ դերակատարում չունի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես այլ երկրների ներքին հարցերը չեմ մեկնաբանում, ինչքանով եմ ես բռնապետ, ինչքանով ոչ, դրանից կարելի է հետևություններ անել, այդ թվում ձեր տված հարցից եւ այն փաստից, որ դուք հիմա կանգնած եւ ոչ միայն հիմա սրանից առաջ էլ եւ սրանից հետո էլ տեղ կանգնելու եք եւ ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալու, ունենց որ դա շատ ուղիղ ցուցիչ է ինչքանով եմ ես բռնակալ։ Շնորհակալություն հարգելի պարոն Մակարյան։ Պարոն Մակարյան, մեր մյուս լրագրողները նույնպես հարցեր ունեն։ Շնորհակալություն իրավապաններին։ Ես ձեր հարցերին պատասխանեցի։ Ես ձեր հարցերին պատասխանեցի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար